Բարև ձեզ, եթե թույլ կտակ փոքրիկ ներածական խոսքով մինչև հարց ու պատասխանը, բոլորս գիտենք զարգացումների մասին, ես ցանկանամ երկու բառով նշել ինչ միջև այս գործողություններին ինչ գործընթացներ են նախորդել, որից հետո եզրակացությունները կանեք դուք եւ մեր ժողովուրդը։ Ուրեմն 2015 թվականին ՀԵՑՊԲ-ն ձեռք է բերվել Տաշիր գրուպի կողմից իդեմս Սամվել Կարապետյանին։ 15 թվականին եղել է շատ վատ վիճակ։ Ես իմ բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, այսօր եւս կցանկանամ նշել, որ մեր սխալը երևի թե եղել է այդ շատ վատ վիճակը չներկայացնելը, շատ մանրամասն, որից հետո կազմվել է ներդրումային ծրագիր, որից հետո ներգրավել են միջազգային գործընկերներ եւ տարվել են աշխատանքներ, որպեսզի այդ վատ վիճակը կամաց-կամաց բերվի եւ համապատասխանեցվի միջազգային զարգացած երկրների փորձին։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ 2015 թվականից սկսած KPMG կազմակերպությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, ուրեմն հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտով, ներդրումների եւ գնումների տեխնիկական աուդիտը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթել են միջազգային շատ լուրջ հեղինակություն ունեցող GT եւ BDO Armenia PB-ները։ Այս ամեն ինչի համար եմ նշում, որպեսզի պատկերացնեք, որ այս կազմակերպությունները անցկացրել են եւ ֆինանսական եւ տեխնիկական աուդիտ, իսկ դա եւ տվել են դրական եզրակացություն։ Կազմակերպությունների ընտրելը հանձնաժողովի կողմից եղել է մեր համաձայնությամբ, որպեսզի հանձնաժողովը ընտրի այդ կազմակերպություններին իր հայեցողությամբ, որպեսզի հետո խոսակցություններ չլինեն, դուք ընտրեցիք եւ այլն, չնայած շատ ծիծաղելի կլինի մտածել, որ մենք որևէ ձեւով կարող ենք ազդել այդ կազմակերպությունների կարծիքի վրա։ Հնարավոր չէ այդպիսի բան ուղղակի։ Ինչպես նաեւ կուզեմ ձեզ տեղեկացնել, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը դա այն մարմինն է, որը կարգավորում է մեր ոլորտը։ Մենք առաջնորդվում ենք իրենց կայացրած որոշումների, իրենց մեզ համար սահմանված չափորոշիչներով։ Որևիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ձեզ մոտ այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն, չգիտեմ եւ այլն, անգամ ակնարկ։ Ասեմ ավելին, որ 2023 թվականի վերլուծական տեղեկանքը պատրաստ է, 24 թվականին դեռևս պատրաստ չէ, այսինքն 24 թվականի համար տալիս են իրանք երևի թե կտան աշնան սկիզբ, 23 թվականի համար արդեն տվել են։ Մի քանի ցուցանիշ ձեզ ասեմ, ուրեմն հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը Հայաստանական ամբողջ տարածքում 22 թվականի համար բարելավել է շուրջ 8.7%-ով, միջին տևողությունը հոսանքազրկումների բարելավել է 22 թվականի համար 18.1%-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը 2022 թվականի համար 12.85%-ով։ Սա ինչ է փաստում, սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, խնդրում եմ սա շատ ուշադիր լինել, որովհետև այդտեղ է մեխը հենց։ Այդ մարմինը երբևիցե որևիցե ձևով չի գնահատել հետի աշխատանքը այսպես ճակերտների մեջ այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ամեն տարի ընդունում է, սկզբից հաստատում է հաջորդ տարվա
ներդրումային ծրագիր, ամբողջ ինչ որ պետք է արվի մյուս տարվա ընթացքում, որպեսզի ավելի մատչելի լեզվով խոսենք մեր հայրենակիցների հետ, եւ տարին ավարտվելուց հետո ընդունում է։ Մենակ մի բան կարող եմ ասել, որպեսզի այսպես թվախեղճ չանենք, 23 թվականի ներդրումային ծրագիրը կատարվել է 91.8%-ով, որը չեմ ուզում զուգահեռներ տանեմ այլ պետական մարմինների հետ, բայց բավականին բարձր եւ լավ ցուցանիշ է։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ծախսերը ընդունելուց ֆիքսում է ներդրումային ծրագիրը, ֆիքսում է, այսպես ասած, իր կողմից ոչ ընդունելի ծախսերը, այսպիսի կարծիք կա, չէ, որ ասում են դե հեծը ծախսում է, չգիտեմ, այնտեղ ինչ ուզում անում է, գումարներ, այս կողմ են կողմ, բացառիկ իրավունք է տրված հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են ոչ նպատակահարմար եւ չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են, այսպես ասած, գները բարձրացված։ Այդ չընդունելը եղել է շատ փոքրիկ թիվ, համեմատած մեր ամեն տարի լինում են այդպիսի ծախսեր, այսպես ավանդույթի պես, որ ինչ որ բան չընդունենք։ Եղել է շատ փոքրիկ թիվ, համեմատած մեր ներդրումային ծրագրերի հետ, այս ամբողջով ես ցանկացած ես տեղեկացնել, ինչ է կատարվել միջև մեր սեփականատիրոջ հետ կապված այս գործողությունները, հեծի հետ կապված։ Հիմա արդեն անցնենք հարց ու պատասխանի